հոկտեմբերի 31-ին երիտասարդության շրջանում նշվում է Հելոուինը։ Ինչ տոն է սա եւ ինչ ազդեցություն ունի մարդու հոգեբանության վրա։ Վախի ու սարսափի մասին է Միացյալ Նահանգներից մեզ հասած տոնը Հելոուինը։ Մեռածների վերադարձին հավատացողները վստահ են, վախեցնելով ու սարսափեցնելով կզվարճացնեն դիմացինին։ Եթե դիտարկենք մարքեթինգային տեսանկյունից, Հելոուինը ունի իր բրենդային կոդավորում, այսինքն հստակ գույներ, նարնջագույնը եւ սևը, հույզեր, որը վախի հույզն է հիմնականում, սարսափ, շոկ եւ որքան վախենալու եւ սարսափելի կլինի մարդու կերպարը, հերոսի կերպարը, այնքան այն ավելի հաջողված կհամարվի։ Դդում, սարդոստայն, վախի մթնոլորտ, զվարճանք, սարսափազդու դիմակներ։ Տոնի ժամանակ մարդն ընտրում է այն կերպարը, որն իր ներսում է թաքնված։ Եթե հոգեբանական տեսանկյունից դիտարկենք, յունգյան մոդելով Հելոուինի ժամանակ գերակայում է ստվերի արխետիպը, այսինքն կերպար, որը ապրում է մարդու անգիտակցականում եւ երբ խոսում ենք այն երևույթի մասին, երբ որ մարդը երկար ժամանակ պլանավորած մասնակցելու է Հելոուինին, այսինքն դա ինքնանպատակ չէ, պահի ազդեցության տակ որոշում չէ, այլ մարդը երկար ժամանակ պլանավորում է ինչպիսի կերպարում հանդես գա, այստեղ արդեն գործ ունենք ստվերի արխետիպի հետ։ Մեկօրյա լիցենզիա տալով իր ներսում ապրող այն բացասական հերոսին, որը ցանկանում է լիցքաթափել, որը հիմնականում բացասական կերպարով է լինում եւ հիմնականում սարսափազդու կերպարով է լինում։ Մեր օրերում երիտասարդների հետաքրքրությունները փոխվել են։ Զվարճանքի մասին մտածողներն այսօր հետ են կանգնում հայ առաքելական եկեղեցու կողմից չընդունվող տոներից։ Հարցված երիտասարդների գերակշիռ մասը պնդում է. Հելոուինը չեն նշելու, այն քրիստոնեական տոն չէ։ Չենք տոնում այդ տոնը, որովհետև չենք հավատում, որպես քրիստոնյա ես անձամբ չեմ ընդունում այդ տոնը։ Քրիստոնեական տոն չէ եւ քանի որ ես քրիստոնյա եմ եւ հետևում հայ առաքելական եկեղեցուն, այդ օրը չեմ նշում, քանի որ նաեւ հայ առաքելական եկեղեցին չի տոնում այդ օրը։ Հելոուինը չեմ համարում որպես քրիստոնեական տոն, դրա համար էլ չեմ նշում։ Ես էլ որպես քրիստոնյա չեմ նշում ու չեմ ընդունում առհասարակ այդ տոնը Հայաստանում կոնկրետ։ Չենք պատրաստում, քանի որ քրիստոնյա ենք։ Ես չեմ նշում։ Պատճառը ո՞րն է, որ չեք նշում։ Քրիստոնեական տոն չի դրա համար։ Հայ առաքելական եկեղեցին իր տոնացույցն ունի, որտեղ տեղ չունի Հելոուինը։ Մինչդեռ Միացյալ Նահանգներում սա տոն է սրբերի մասին։ Առաքելական եկեղեցին ունի զվարճանքի, պարի ու երգի տոներ, որտեղ բացառված են սարսափազդու տեսարանները։ Տոնի հիմքում ընկած է հեթանոսական տոնը, հեթանոսական ավանդությունը, կելտական ազգերի, որոնք որ պարզապես մեռյալներին էին հիշում, իրար վախացնելով, խրախճանքի, խաղերի միջոցով ոմանց պաշտպանում էին անդրաշխարհի այցելուներից, ոմանց էլ փորձում էին վախեցնել։ Եթե օրինակ իրենց կոնֆետ կամ քաղցրավենիք չտային, ապա վտանգային էր, որ պաշտպանված չէին լինի անդրաշխարհի չար ոգիների կամ մեռյալների այցելություններից։ Խրախճանքից մինչև լուրջ հոգեբանական խնդիրների հանգեցնող այս տոնը Հայաստանում կորցնում է իր կարևորությունը։ Երիտասարդներն այլևս տարված չեն այս ամենով։ Նրանք մոտենում են ազգային տոներին։ Տեր Մարկոսն է բացատրում։ Մենք շատ ավելի մտածելու հարց ունենք, թե արդյոք ինչ տոներ ունենք, որոնք կարելի է ավելի ժամանակակից ներկայացնել, որոնց նշումը տոնելու process-ը ավելի ճակերտներով ասեմ, ավելի գայթակղիչ կարելի է դարձնել ժամանակակից երիտասարդության համար, որովհետև մի կողմից երբ որ մենք ասում ենք Հելոուինը ընդունելի չէ, մյուս կողմից դու պիտի այլընտրանք առաջարկես, որովհետև Հելոուինը հիմա առաջարկվող խրախճանքի ձև ու եղանակ է։ Եթե ես ասում եմ դա լավը չի, ես պիտի առաջարկություն անեմ։ Ժամանակի ընթացքում Վալենտինը վերափոխվել է Սուրբ Սարգսի։ Թե Հելոուինը Հայաստանում ինչ ճանապարհ կանցնի, կախված է հայ առաքելական եկեղեցուց, ազգագրագետներից ու տոնացույցին հետևող հանրությունից։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Բեն Անտոնյան, Արմալուր։